Այս շաբաթ ադրբեջանական մեդիան նույնպես իր ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի նախընտրական քարոզարշավը։ Թիրախում հիմնականում ընդդիմության թեզերն են եղել, ադրբեջանական մամուլը ընդդիմությանը ռևանշիստ է անվանել, դրան հակադրելով Փաշինյանին, որ Բաքվի քարոզչամեքենայի ձևակերպմամբ ռեալիստ քաղաքական գործիչ է, որը հասկացել է տարածաշրջանային իրողությունները եւ հրաժարվել է պատմական արդարության հետևից գնալու վտանգավոր թեզերից։ Արդյոք սա միջամտություն չէ Հայաստանի ներքաղաքական կյանքին, այս հարցը կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Ծովինար։ Արման, կարող ենք ասել, որ ադրբեջանական մեդիան իր ողջ քարոզչական հնարավորությունները ներդրել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար։ Ինչ ենթատեքստ, հաշվարկներ ու ռիսկեր կան Բաքվի այս քաղաքականության հետևում։ Այստեղ Ադրբեջանը Ծովինար գործում է շատ հստակ քաղաքական հաշվարկով, Բաքուն փորձում է վախի մթնոլորտ ստեղծելով ուղղակիորեն ազդել հայ ընտրողի քվեի վրա։ Նրանք դրա համար օգտագործում են նաև հայկական մեդիա դաշտում շրջանառվող հոլովակները։ Օրինակ, համացանցում մի տեսանյութ է տարածվում, որ նախազանգում է այն մասին, թե Փաշինյանի թիմի վերընտրվելու դեպքում 2031 թվականին Հայաստանը վերածված կլինի Արևմտյան Ադրբեջանի։ Արհեստական բանականությամբ գեներացված այդ տեսանյութը Բաքուն վերագրել ինչ-որ ռևանշիստական ուժերի, նկատի ունենալով Հայաստանի ընդդիմությանը։ Բացի այդ, ադրբեջանական CBC լրատվականը, որը մշտապես աչքի է ընկել հակահայկական քարոզչությամբ, Հայաստանի նախընտրական շրջանում իր հայալեզու YouTube-յան ալիքով ակնհայտ աջակցություն է հայտնում Հայաստանի գործող իշխանություններին, միաժամանակ ցեղ շպրտում ընդդիմության թեկնածուների հասցեին։ Մի կարևոր դիտարկում էլ անեմ, մայիսին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը բացահայտ խոսել է հայաստանյան ընտրությունների եւ հայ ընտրողի ճիշտ կողմնորոշվելու մասին, ակնարկելով, որ հայ ընտրողի ընտրությունից է կախված, թե Հայաստանում ինչպիսի ապագա կձևավորվի։ Այսպես, Բաքվի քարոզչամեքենան հայ ընտրողին կանգնեցնում է ընտրության առաջ, ակնարկելով, որ եթե Հայաստանում ընտրություններով ձևավորվի իրենց բառերով մի ռևանշիստական կներեք իշխանություն, ապա իրենք կդիմեն կանխարգելիչ քայլերի։ Ըստ էության, Ծովինար, ադրբեջանական մեդիան այսպես գեներացնում է այն նույն թեզերը, որոնք մենք լսել ենք այս օրերին Հայաստանի ղեկավարից։ Արման, խոսենք նաև Թուրքիայի մասին, որը նույնպես կարծես ակտիվորեն հետևում է հունիսի 7-ին սպասվող հայաստանյան ընտրություններին ու ըստ էության աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Այո, Ծովինար, անցած շաբաթ Երևան եկած թուրք լրագրողների դիտարկումները շատ խոսում էին։ Նրանք նշում էին, թե հայ երիտասարդները մտածում էին միայն փողի եւ վիզայի մասին, մինչդեռ նրանց սովորեցնում են հող զավթել։ Բացի այդ, Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Յիլմազի երևանյան այցն ու Անի կամուրջը նորոգելու մասին ստորագրված այդ արձանագրությունները ունեին հստակ տողատակեր։ Թուրքական մեդիայում անգամ բաց տեքստով գրում են, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Արևմուտքը ցանկանում են, որ ընտրություններում հաղթի Փաշինյանը, իսկ թուրք փորձագետները գովերքում են վարչապետի կրծքին ամրացված քարտեզ կրծքանշանը։ Ծովինար, ստացվում է, որ տարածաշրջանային խաղացողները ուղղակիորեն խաղադրույք են կատարում Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Թուրքիայի համար այսօր ստեղծվել է բացառիկ նպաստավոր վիճակ ու նրանք ուզում են անշրջելի դարձնել իրենց հաջողությունը։ Փաշինյանի կրծքանշանը, որ ուրախացրել է թուրքերին, իրականում Անկարայի եւ Բաքվի համար խորհրդանշում է Հայաստանի հրաժարումը Արցախից ու ցեղասպանության ճանաչման գործընթացից։ Իսկ Անի կամրջի վերականգնումը թուրք լրագրողների այդ հեգնական թեզերը փողի ու վիզայի մասին ունեն հայաստանցիների վրա հոգեբանական ներգործության հստակ նպատակ։ Հայ ընտրողին ներշնչել, որ անվտանգությունն ու բարեկեցությունը հնարավոր են միայն Անկարայի ու Բաքվի հետ ընկերություն անելով։ Արևմուտքի լուր աջակցությամբ թուրք-ադրբեջանական տանդեմը հունիսի 7-ի ընտրությունները դիտարկում է որպես պատմական շանս Հայաստանի հասարակության ձեռքով լեգիտիմացնելու իրենց հաղթանակը ու որ ամենակարևորն է աշխարհաքաղաքական տեսանկյունից Ռուսաստանի վերջնականապես դուրս հանել Հարավային Կովկասից, դռները լայն բացելով թուրքական աշխարհի համար։ Նաև Ադրբեջանի ներքին կյանքին անդրադառնանք, Արման, վերջին շրջանում ադրբեջանական աղբյուրները ահազանգում են Ադրբեջանում շիա հավատացյալների, այսինքն իրանամետ քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների մասին, լուրեր կան հայտնաբերված ու կալանավորված հարյուրավոր մարդկանց մասին։ Ինչ է կատարվում։
Իրականությունն այն է ծովինար, որ արտաքինից կարծես թե նվազել էր Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, որը սրվել էր մարտին Նախիջևանի օդակայանին ԱԹՍ հարվածներից հետո։ Բայց փաստորեն Բաքուն օգտվում է Իրանում ստեղծված իրավիճակից ու քաղաքական լարվածություն է ստեղծում երկկողմ հարաբերություններում։ Ըստ ադրբեջանական մեդիայում տարածված տեղեկությունների, վերջին ամիսներին Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 220, իսկ որոշ տվյալներով նույնիսկ 500-ից ավելի շիա հավատացյալներ։ Պաշտոնական Բաքուն այս ձերբակալությունները հիմնավորում է նրանով, թե իբր այս հավատացյալները Իրանի լրտեսներ են, ներգրաված են թմրանյութերի շրջանառության մեջ կամ պետական հեղաշրջում են նախապատրաստում։ Բայց փաստացի Ադրբեջանը այս քայլերով փորձում է արմատախիլ անել ցանկացած իրանամետ կամ նույնիսկ անկախ կրոնական հոսանք, որն ապագայում կարող է քաղաքական սպառնալիք դառնալ իշխանությունների համար։ Գաղտնիք չէ, որ Ալիևի վարչակարգը պարզապես վախենում է սեփական երկրի ներսում շիա ակտիվիստների կազմակերպություններից ու երկրում ցանկացած պոտենցիալ ազդեցության օջախ նա չեզոքացնում է կամ այդ չեզոքացման անվան տակ իրականում ուժային դեմոնստրացիա է անում, ուղղված թե ներքին լսարանին եւ թե Իրանին։ Շնորհակալություն Արման, տարածաշրջանային զարգացումները քննարկում էինք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ, իսկ Իրանի շուրջ իրադարձություններին կանդրադառնանք քիչ անց։